կյանքին։ Մի կարճ թեմայից սկսեմ, հետո անցնեմ առաջ գնամ մյուս թեմաներին։ Վաղը ուրեմն Հայաստանը այցելելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը դա բացառիկ այց է բնականաբար բոլորս էլ գիտեն, կարծում եմ կարելի ասել, որ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան կարելի համարել, որ Հայաստան է այցելում անկախության շրջանից հետո, այսինքն նախագահի գործադիրի մակարդակի հետ ասենք։ Հիլարի Քլինթոնը կարծում եմ եկավ որպես պետքարտուղար, Նանսի Պելոսին եկավ որպես ներկայացուցիչների պալատի խոսնակ, բայց գործադիր իշխանությունից կարծում եմ փոխնախագահի մակարդակով սա առաջին այցն է, հետևաբար բավական, այդպես ասած, հետաքրքիր այց է եւ դրա արդյունքներից մենք շատ բան կարող ենք ուրեմն ակնկալել, քանի որ դրանից հետո ինքը գնալու է, ասենք, Ադրբեջան։ Հիմա եթե առաջ Ադրբեջան գնար, հետո գար Հայաստան, կարելի էր ինչ-որ հույսեր ունենալ, որ Ադրբեջանից իր հետ կարող է ռազմագերիներ բերել, բայց քանի որ այս ուղղությամբ է գնում, հիմա չգիտեմ ինչ է լինելու արդյունքը, ամեն դեպքում։ Ես քիչ առաջ մեկ գրառում էի արել, այդ գրառումով կարծում եմ ամփոփեմ այս թեմայի մասին իմ վերլուծությունը։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Truth Social իր սոցիալական կայքում Թրամփը հետաքրքիր մի գրառում կատարեց, այն օրերին բավական մեծ մոտ հետաքրքրություն ստեղծեց, ինքը Կամալա Հարիսին, ով այն օրերին Միացյալ Նահանգների նախագահության քարոզարշավին էր մասնակցում, մեղադրեց, որ 120,000 հայերի բռնագաղթի ենթարկվելու եւ կոտորածի ենթարկվելու պայմաններում ինքը ոչինչ չի արել, ոչ մի արձագանք չի ցուցաբերել։ Ու ես գրեցի քիչ առաջ Facebook-ում, խնդրում եմ դա նույնպես տարածեք, եթե ես վաղը Հայաստանում լինեի որպես լրագրող, ինձ առիթ տային մեկ հարց տալ, մեկ հարցի հնարավորություն է նայի Վենսին, հետեւյալ հարցը կտայի. Նախագահ Թրամփը նման մեկ հայտարարություն է կատարել, ուրեմն ինքը տեղյակ է եղել, որ 120,000 հայ քրիստոնյաներ Արցախից բռնագաղթի են ենթարկվել եւ ամենասարսափելի կերպով կոտորածի են ենթարկվել։ Հարց է ցակում, որտեղ է այդ Արցախը, որտեղ են այդ 120,000 հայերը այսօր։ Ինքը շատ հստակ կերպով խոսում է բռնագաղթի ենթարկվելու մասին, սարսափելի հարված ստանալու մասին։ Ո՞վ է սարսափելի հարվածը հասցրեց Արցախահայությանը, ով բռնագաղթի ենթարկեց Արցախահայությանը։ Պատասխանը բոլորս գիտենք, թե կարծում եմ նախագահ Թրամփն էլ հավանաբար ունի պատասխանը, Միացյալ Նահանգների փոխնախագահն էլ ունի։ Ու հիմա հիմնական հարցը հետևյալն է. դուք որ մեղադրում եք Կամալա Հարիսին, որ ոչինչ չի արել 120,000 արցախահայերի բռնագաղթի ենթարկվելու կամ սարսափելի հարվածների տակ հայտնվելու դեպքում, դուք ինչ եք արել մինչև այսօր վերականգնելու համար Արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Դա միջազգային իրավունքով հաստատված սկզբունք է, իրավունք է, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արցախահայությունը, այդ 120,000 արցախահայություն այսօր զրկված են այդ իրավունքից եւ բռնագաղթի են ենթարկվել։ Դուք ինչ եք արել Կամալա Հարիսի թույլ տված սխալը ստուգելու եւ սրբագրելու համար։ Հարցս այդքանն է, կարծում եմ դրա պատասխանից հետո կարելի արդեն շատ հստակ, այդպես ասած, դիրքորոշում ունենալ այս ընտրություններից։ Եվ կարծում եմ իր Միացյալ Նահանգների նախագահային փոխնախագահային պիտի հիշեցնենք, որ ամեն դեպքում իրենց ժամանակաշրջանը մոտենում է մոտենալու է ավարտին, հիմա մյուս տարվանից Միացյալ Նահանգներում արդեն primary-զներն են սկսում եւ շատ արագ անցնում է այստեղ մեզ մոտ այդ գործընթացները, աշկեք թերթում ժամանակաշրջանը անցել է նախագահության եւ նոր ընտրությունների սեմին են կանգնած։ Եվ իրենք կրկին հայկական համայնքի ձայների եւ աջակցության կարիք ունենան։ Եվ այդ աջակցությունը հաստատ իրենք չեն ստանալու Նիկոլ Փաշինյանին ծափահարելու համար։ Շատ հստակ թող իրենք իմանան, որ եթե որևէ մեկը իրենց սխալը ասել, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը վայելում է հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի աջակցությունը, իրենք սխալվել են եւ խաբվել են։ Այդպեսին չէ, եւ այդ ծափահարությունները, որ իրենք այսօր անում են Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի համար, հակառակ էֆեկտ է տալու իրենց հաջորդ ընտրությունների համար։ Իրենք դեռ ժամանակ ունեն սրբագրելու իրենց թույլ տված սխալը, հստակ քայլեր ձեռնարկելու գոնե Արցախահայության իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Կապրենք, կտեսնենք եւ կսպասենք, այսպես ասած, կտրուկ քայլերի, որը հույսով եմ, որ չի ուշանա Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, քանի որ ես հավատացած եմ Թրամփը անիմաստ բաներ չի ասում, եթե ասելա, հույսով եմ, որ իր խոստումի տերը կլինի, նույնպես այնպես որ Արամ Վեհապարի հետ զրույցի ժամանակ 2024 թվականի եթե չեմ սխալվում, հենց այդ գրառումից հետո շատ հստակ խոսել էր Արցախի իրավունքների մասին, վստահ եմ, որ իր խոսքի տերը կկանգնի եւ այդ կապակցությամբ գործնական քայլեր կան։